Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Նախ եւ առաջ թույլ տվեք շնորհավորեմ մեր բոլորի տոնը հայոց բանակի կազմավորման կապակցությամբ։ Շնորհավորում եմ մեր զինվորներին, սպաներին, գեներալներին, ցանկանալով խաղաղ երկինք, առողջություն, հաջողություն եւ անփորձանք ծառայություն։ Ժողովուրդ ջան, այսօրվա այս իմ տեսա հոլովակը պլանավորված չէր, բայց ինչի համար որոշեցի այսօր խոսել ձեզ հետ, քանի որ 2 օր է անընդմեջ ես այցելում եմ Եռաբլուր, դա ասում եմ ոչ թե նրա համար, որ ես իրոք ուզում եմ ասեմ, որ ես եղել եմ Եռաբլուրում, խոսում եմ անկեղծ, ուղղակի իմ տեսածը, ինչ որ ես տեսել եմ, ինչը որ լսել եմ, մեծ մտահոգությունը առաջացնում իմ մեջ եւ վրդովմունք։ Ուրեմն ասեմ հետեւյալը. նախ շատ զայրացած եմ այն բանից, որ կառավարությունը, իշխանությունը եւ գրեթե կարամ ասեմ բոլոր քաղաքական ուժերը, մեծամասնությունը կարամ ասեմ, Եռաբլուր այցելելով չեն այցելել Արցախի հուշահամալիր։ Այնը որ կառուցված է, որ մտնում եք Եռաբլուր, աջ կողմի վրա սպիտակ մարմարե քարով սարքած հիանալի հուշահամալիր։ Ուզում եմ հարց տամ, սիրելի հայազգ, ասեք սրանք են համակերպվել այն մտքի հետ, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Դուք եք համակերպվել։ Այսօր այցելությանը ժամանակ ես տեսել եմ ընդամենը մի քաղաքական ուժ, որը Հայաստանը ես եմ նախաձեռնություններ, Նայիրի Սարգսյանը իրենց հիմակիցներով բավականին շատ մարդկանցով ես իրենց հենց հանդիպեցի այնտեղ, որտեղ որ իրենց ծաղիկներով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախահայությանը, մեր հայոց Արցախին։ Մի հատ ծաղիկն էլ եք ափսոսում Նիկոլ Փաշինյան, թե կարողա պատահի մի հատ եսի միջ կոպիտ կլիզմա ստանայի Ալիևի կողմից, եթե այցելեիք։ Լավ մարդը վախկոտ է, սաշճանի վախկոտ։ Դուք Հայաստանի Հանրապետությունն եք վախենում, Նիկոլ Փաշինյան, ձեզնից ինչ վարչապետ։ Մտածեք ժողովուրդ ջան, մտածեք, քանի որ իրոք իմ համար շատ տհաճ էր այս ամենը, քանի որ Արցախը միևնույնն է, ժամանակավոր կապիտուլացված Արցախը, դա հայկական Արցախ է, իսկ հայոց Արցախը, Արցախահայերը, դա մեր քույրերը եւ եղբայրներն են։ Արցախահայությունը մեր քույրերն ու եղբայրներն են։ Արցախահայությունը մեր քույրերն ու եղբայրներն են։ Արցախն էլ Հայաստան է եւ վերջ։ Մենք կվերադարձնենք Արցախը։ Վերջի շունչս փչելու եմ, բայց իմ կյանքը նվիրելու եմ այդ գործին։ Հիմա ինչ որ կներեք էմոցիաներիս համար, հիմա մի քանի հարց։ Առաջի հարցը, որը որ ուզում եի ասեի, տեսեք, ԿՊԱ-ականները նորից անցել են իրանց ոնց ասեմ, որ կոռեկտ երևա։ Անցել է սաղ օրը իրանք ռեկլամ են անում, ակտիվացել են ժողովուրդ ջան, միթոք ուզում են ցույց տան, որ իրենք ժողովրդավարական իշխանություն են, սրտիկները նույն ձևի Արսեն Թորոսյանը սերիայի նոմեր 2 բացաթող է, մեկ է մի հատ ուրիշ իրանց պատգամավորներից աղջիկ կա, հեսա կտեղադրեմ, խնդրեմ, տեսեք։ And theirs as well. Էդ ինչ սրտիկներ եք ցույց տալի։ Ես երեք չառաջորը ձեզ հարց եմ տվել, Արսեն Թորոսյան, դուք ձեզ եք ձեռ առել, թե ժողովրդին։
Այդքան դուխը չունեք, մի հատ պատասխանեք ում եք ձեռ առե։ Էս ինչ վերաբերմունք ազգի վերաբերյալ, էս ինչ վերաբերմունք է ժողովրդի վերաբերյալ։ Մի հատ ծաղի եռաբլուր չեք տանում դնեք։ Վեգալեցիք գնացիք շքախմբով, հա, անդե մի երկու հատ ծաղկե պսակ տարակ սելֆի արեցիք, հա։ Հիմա այս պատրաստել էի ուրիշ բանի համար, բայց հիմա տեսնենք այս երկու ներողություն 3 տեսա հոլովակը։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այս ընթացքում ինձ փոխանցեցին, որ Երևանում փնտրում են ինձ, հետաքրքրվում են, թե ես որտեղ եմ, ես ուզում եմ ասել, որ ես ոչ միտեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ այս ընթացքում, մենք այստեղ կանգնած ենք և մեզ վստահված է վերահսկել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների խմբերի սողոսկում դեպի մեր տարածք, մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեպքում։ Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է տեղի ունեցել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, քննարկման մեղքն այն էր, որ դա կնոջ տեղ չի կամ վարչապետի տիկին այլ գործեր անելու։ Հիմա հենց այն պահն է, որ այս հարցը պետք է տանք եւ պատասխանները փնտրենք, թե ինչու այդպես եղավ, թե ինչ անհրաժեշտությունից ելնելով ես այդ քայլին գնացի։ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 միլիոն դոլար, 2017-ին փոխանցվել է 7 միլիոն, 2016-ին 5 միլիոն։ Մի հատ պատգամավոր դիմել է ԱԾ-ին դիմել է ասելով խնդրում ենք պարզաբանել, այս թշնամի երկրից մեր երկիր է գալիս 211 միլիոն դոլար, ով ստացել է։ Թուրքիայի նախագահ Էրդողանը կարգադրել է 10 միլիոն դոլար հատկացնել սոցիալապես խոցելի հայերին աջակցելու համար։ Գումարը կփոխանցվի «Իմ քայլը» հիմնադրամին, որը գլխավորում է Աննա Հակոբյանը, Փաշինյանի կինը։ Պատմական հակառակորդից ուղղակի ֆինանսական օգնությունը վարչապետի ընտանիքի հիմնադրամի միջոցով աննախադեպ է։ Դա Անկարայի համար ազդեցության ալիք է ստեղծում Հայաստանի ներքին քաղաքականության սրտում։ Ուրեմն հարցս Աննա Հակոբյան ձեզ։ Դուք ասում եք, որ դուք գնացել եք ձեր ջոկատով Արցախ դիվերսանտների դեմ պայքարելու։ Աննա Հակոբյան, իսկ ինչպես դուք կարող եք բացատրել այս հանգամանքը, որ Թուրքիան, Ադրբեջանը, այսինքն նախագահ Էրդողանը ֆինանսավորում են ձեր ֆոնդը։ Իմ մեջ օրինակ հարց է առաջանում, դուք որ Արցախ գնացել եք ձեր դիվերսիոն ջոկատներով, դուք ում շահերն եք պաշտպանել։ Տիկին Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, ձեր կինը, եթե գնացել է, այդ տեսահոլովակը, որ կա, ում շահերն է պաշտպանել։ Եվ այդ գումարները, որ գալիս են, ինչի համար են գալի։ Ես խոր կասկածանքներ իմ մեջ առաջացել, որ նա գնացել է Կատարի թշնամի պետությունների հանձնարարությունը։ Ուրեմն ձեզ խոստանում եմ, 2026 թվականների ընտրություններից հետո այն ուժերը, որ մենք կաջակցենք, որ կգան իշխանության, բացի մարտի 1-ից եւ հոկտեմբերի 27-ից նաև զբաղվելու են այդ ջոկատի գործով։ Թե ինչ են արել, ոնց են արել, ինչ հանձնարարություն են կատարել, ում հանձնարարությունն են կատարել։ Մենք զբաղվելու ենք այդ հարցով։ Այդ դոլարները, որ ստանում եք, այդ ինչի համար են տալի։ Դուք իրանց ավելի լավ եք ճանաչում, բայց ես էլ իրանց ոչինչ լավ եմ ճանաչում դրսերը ապրելով։ Թուրքի հետույքը մախատը մտցնես, հենց նես փող չի տա։ Ոչ թուրքերը, ոչ էլ ջհուդները։ Այդ ձեզ ինչ են տալի, ես ինչ բարեկամներ են։ Բայց ուր էինք, այսքան վաղտա չէինք հասկանում, կույր էինք, Նիկոլ Փաշինյան, լավ է եկար ազգի աչքերը բացեցի։ Ժողովուրդ ջան, ուրեմն հիշեք մի բան։ Դեմ ընտրությունները։ Մեկ անգամ ևս դիմում եմ ձեզ։ Խնդրում եմ արեք ճիշտ ընտրություն։ Ազգադավ ուժերը պետքա չանցնեն։ Մենք հաղթելու ենք, մենք ասելով հայ ժողովուրդը, հայ ազգը։ Եվ վերջում այս տեսահոլովակը խնդրեմ տեսեք։ Ես ինքում իմ տղեկ։ Ասա մի անջատի։ Դեղ իմ աղջիկը։ Ասա լսում եմ, ասա ձեր ինչ ակորում։
Ես էլ հիմա կարծոք քաշում եմ։ Ուզում եմ որ բոլորին փոխանցես։ Ոս դիկա արտուղի մերը։ Այո, Ռոբերտ Աբաջան եւ Եռաբլուրում պարկածները բոլորը Ռոբերտ Աբաջանի նման տղաներ են։ Բոլորը Ալբերտի նման տղաներ են, բոլորը Մոնթեի նման տղաներ են։ Եվ մենք պարտք ունենք այդ երեխեքի, այդ տղաների, այդ եղբայրների եւ քույրերի առջև։ Քֆուր ա դրած, Ռոբերտ Աբաջանը քֆուր ա դրած։ Համոզված եմ, որ իրանցից յուրաքանչյուրն այդ քֆուրը դրե, ու այդ քֆուրը վերաբերում է յուրաքանչյուրիս։ Դրա համար վերջում կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե հայկական սփյուռքը, կեցցե Արցախահայությունս, կեցցե Ջավախկահայությունս, կեցցե հայոց Սուրբ Առաքելական եկեղեցին։ Հույսով եմ կհանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։